Նախ սկսենք ընտրական օրենսգիրքը արդյոք բարելավել է մեր ընտրական համակարգը թե ոչ, եւ դրանից բխող կանդրադառնանք նաեւ քաղաքական ձևավորվող դաշինքների խնդրին։ Ուրեմն ընտրական օրենսգրքի հիմնական որակական փոփոխությունը կայանում էր նրանում, որ բխում էր սահմանադրությունից, մենք անցանք 100%-անոց համամասնական ընտրական համակարգի եւ զուգորդելով քաղաքական դաշինքների եւ գաղափարախոսության հետ պետք է նկատել մի հանգամանք, որ համամասնական ընտրական համակարգը 100%-անոց դա լավագույն միջավայրն է քաղաքական ուժերի միջև ապահովելու պայքար, որը կիրականացվի քաղաքական պլատֆորմների գաղափարախոսության շրջանակներում եւ սրանից բխում է այն տրամաբանությունը, որ համամասնական ընտրական համակարգի պարագայում, երբ ընտրությունները իրականացվում են բացառապես քաղաքական կուսակցությունների միջև, քաղաքական դաշինքները, նախընտրական դաշինքները պետք է բնականաբար ձևավորվեն քաղաքական գաղափարախոսության նմանությունների եւ ընդհանրությունների հիման վրա, սակայն մեր իրականության մեջ դա ամենևին այդպես չէ եւ մենք մեր գործող ընտրական օրենսգրքով, նոր ընտրական օրենսգրքով ունենք համամասնական ընտրական համակարգով ազգային ժողով մուտք գործելու համար նախատեսված քաղաքական կուսակցության համար 5%-անոց արգելքի հաղթահարում, իսկ դաշինքի համար 7%-անոց։ Բնականաբար մեր այս նախընտրական թոհուբոհում քաղաքական դաշինքների բացառիկ նպատակը դա ընտրազանգվածը միավորելու եւ պահանջվող նախընտրական արգելքը հաղթահարելու խնդիրն է։ Գաղափարական առումով բացարձակապես ես չեմ տեսնում ընդհանրություն դաշինքների ձևավորման առումով։ Երկրորդ խնդիրը հետեւյալն է. մեր նոր ընտրական օրենսգիրքը, ես նորից եմ կրկնում, որը ամրագրեց 100%-անոց համամասնական ընտրական համակարգ, սա կարևորագույն խնդիր էր քաղաքական պլատֆորմների շրջանակում նախընտրական պայքարը տանելու, սակայն այդ համամասնական ընտրական համակարգը համեմվեց այսպես կոչված վարկանիշային ընտրական համակարգով, այդ ռեյտինգային համակարգ կոչվածը, երբ մեր հանրապետությունը բաժանվեց 13 ընտրատարածքների, որոնցից 9 մարզերում, 4-ը Երևան քաղաքում, եւ տեսեք տեխնիկական առումով ինչ խնդիրներ կարող են առաջանալ, ըստ ինձ լրջագույն խնդիրներ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում։ Մենք ունենալու ենք յուրաքանչյուր առաջադրված կուսակցության կամ դաշինքի համար առանցին քվեաթերթիկ, ընտրության ժամանակ մենք քվեաթերթիկը առանձնացնում ենք եւ որևէ նշում չենք կատարում։ Քվեաթերթիկի հակառակ կողմում, երկրորդ էջի վրա լինելու են վարկանիշային առաջադրված թեկնածուները այդ կուսակցության կողմից։ Դա նրանց թիվը կարող է նվազագույնը պետք է լինի 5 եւ ելնելով տվյալ ընտրատարածքում ընտրողների քանակությունից մինչեւ 14 հոգի։ Հիմա տեսեք խնդիրը բարդությունը ինչով է կայանում։ Եթե մենք ունենայինք զուտ մաքուր համամասնական ընտրական համակարգը, ապա քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների միջև պայքարը ընթանալու էր քաղաքական պլատֆորմների շրջանակներում։ Հիմա մենք ունենք վարկանիշային ընտրակարգ, ասենք միևնույն ընտրատարածքում միմյանց հետ պայքարելու են միևնույն քաղաքական կուսակցության 7-8 թեկնածուներ միմյանց դեմ։ Բնականաբար նրանցից ցանկացածի ստացած ձայնը մեխանիկորեն անցնելու է քաղաքական կուսակցության ստացած ձայներին։ Նրանց պայքարի արդյունքում ձայների առումով, տեխնիկական առումով կշահի տվյալ քաղաքական կուսակցությունը, որտեղ ով ինչքան ռեյտինգայինով ձայն ստացավ, նրա անունը կուսակցության քվեաթերթիկի հետևի մասում է եւ մեխանիկորեն նրա ձայնը կգա քաղաքական կուսակցությանը, բայց տրամաբանությունից ինչ է բխում, որ քաղաքական կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն պետք է բացառապես առաջնորդվի տվյալ քաղաքական կուսակցության նախընտրական ծրագրով եւ ոչ մի տրամաբանություն չկա, որ քաղաքական կուսակցության ցուցակով թեկուզ եւ ռեյտինգային առաջադրված թեկնածուները ինչ որ այլ ծրագրեր կամ խոստումներ տան։ Եվ քանի որ այստեղ ծրագիրը պետք է տրամաբանորեն լինի մեկը միասնական, այստեղ խնդրի երկրորդ հարցն է ծագում։ Տվյալ ընտրատարածքում ինչպես հիմնավորեմ
Ես որպես տվյալ կուսակցության տեխնացու, ես ինչով եմ ավելի լավը, քան թե իմ կուսակցության այն մյուս տեխնացուն։ Ինչի պետք է նույն նախընտրական քաղաքական ծրագրի շրջանակներում վարկանիշային ընտրակարգով ինձ քվեարկեք, այլ ոչ թե իմ կուսակցության մյուս գործընկերոջը։ Այստեղ ես մեծագույն վտանգ եմ տեսնում, որ ներկուսակցական քարոզչության առումով դա կարող է ուրեմն կուսակցական գաղափարախոսությունից իջնել արդեն կենցաղային մակարդակի վրա եւ տվյալ պարագայում մեր հայկական իրականության մեջ տարածված տակտիկական գործելակերպը արդեն ըստ ինձ կդառնա կենցաղային հողի վրա փոխադարձաբար մեկը մյուսի վրա ներկուսակցական ցեղ շպրտելը, որպեսզի կարողանան մեկը մյուսի առավելությունը հիմնավորել։ Ինչու տվյալ կուսակցությունից նույն ընտրատարածքում ինձ քվեարկեն, այլ ոչ թե մյուսին։ Մինչդեռ եթե մեր նախկինում մենք ունեինք համամասնական եւ մեծամասնականի համադրումը, ընտրական օրենսգրքով նախորդ քաղաքական կուսակցությունը մեծամասնական 41 ընտրատարածքներում միայն մեկ տեխնացու իրավունք ուներ առաջադրել եւ սատարել իր մեկ տեխնացուին։ Այս պարագայում այս ուրեմն վարկանիշային համակարգը կարող է մեծ խնդիրներ առաջացնել նախընտրական քարոզչության շրջանում, նորից եմ ասում, քարոզչությունը տանելով կենցաղային մտածելակերպի կամ կենցաղային մակարդակ, որտեղ տրամաբանորեն նրանց կուսակցական գաղափարախոսությունը պետք է լինի մեկը, իսկ թե ինչու կուսակցությունից հենց իրեն ընտրեն, դա արդեն դրա հիմնավորման տարբերակները բավականին դժվար են լինելու։ Սա համարում եմ հիմնական թերություններից մեկը։ Մնացած առումներով նոր ընտրական օրենսգիրքը եւ օրենսդրությունը կարելի է բավականին առաջընթաց քայլ համարել մեր ընտրական իրավունքի բնագավառում, ինչու հնարավորինս կիրառվել են այն բոլոր միջոցները, ընտրակեղծիքները նվազագույնի հասցնելու, քաղաքացիների ընտրական իրավունքների շրջանում քաղաքացիների իրավունքները պաշտպանելու, ինչպես նաև դրա հրապարակայնությունը ապահովելու առումով, գիտեք, որ աննախադեպ համաձայնեցված քայլեր քաղաքական ուժերի միջև ընտրություններից հետո ընտրական ցուցակների հրապարակումը, որոնք պետք է սկանավորվեն եւ տեղադրվեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում։ Իհարկե իրավական մակարդակում կարելի է ասել բավականին մեծ քայլեր են արվել առաջընթացի համար, սակայն լիարժեք առաջընթաց ապահովելու համար սրանք դեռևս բավարար չեն։ Բավարար պետք է կլիներ այն դեպքում, երբ որ իրավական համակարգը սկսած սահմանադրությունից կատարելագործելուն զուգընթաց, նաև համակարգային առումով աշխատանք տարվեր մեր ընտրողների իրավագիտակցության մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Այսինքն, որքան էլ կատարյալ լինի մեր իրավական համակարգը, դա լինելու է անարդյունավետ, եթե մարդու որակը բարձրացված չէ։ Դրա ցայտուն օրինակը կարելի է բերել Վանաձորի ավագանու ընտրությունների արդյունքները։ Այսինքն, տեսեք, նոր սահմանադրությունը, նոր ընտրական օրենսգիրքը իդեալական պայմաններ նախատեսեցին, որպեսզի ընդդիմադիր ուժերը հավասարը հավասարի հետ պայքար մղեն իշխող ուժի հետ, եւ ընտրությունների արդյունքում բոլորս էլ տեսակ, բոլոր նախադրյալները ստեղծվել էին, որպեսզի Վանաձորում տեղական ինքնակառավարման այդ իշխանությունը անցներ ընդդիմադիր քաղաքական ուժերի ձեռքը, չէ՞, միավորվեին կոալիցիա եւ մեծամասնությամբ ընտրեին իրենց քաղաքապետին, բայց դարձյալ այստեղ խոսվեց գործեց մարդու ցածր որակ ունենալու գործոնը եւ չգիտեմ, ես բացարձակապես չեմ ընդունում, որ իբր վախեցրել են, շանտաժ են արել եւ այլն, գիտեք ինչ, վախեցող մարդը չպետք է ավականու անդամ առաջադրվեր, եթե մարդը վախկոտ է, նա չպետք է մտնի քաղաքականության մեջ, ստեղ մնում է կաշառվելու տարբերակ, ուրեմն եթե քաղաքական ուժերը, գործիչները ընդունակ են կաշառվելու, ուրեմն այստեղ որևէ խոսք լինել չի կարող նրանց կողմից իշխանության հավակնելու առումով, դրա համար եմ ասում, մեր ընտրական օրենսգիրքը իդեալական պայմանները ընձեռել էր, ընտրությունների արդյունքներում էլ նրանք այդ հնարավորությունը ստացան
բայց ընդդիմադիրը գնաց քվեարկեց հանրապետական կուսակցության ներկայացուցչի օգտին եւ հիմա այն որ իրենց կուսությունը ցույց տալու համար չեն մասնակցում ավականու նիստերին եւ ըստ էության հնարավոր չի լինում ընդունել քաղաքի բյուջե, հնարավորություն չի լինում քաղաքի համար կենսական կարևորության որոշումներ ընդունել եւ ընդհանրապես քաղաքական գործիչների, քաղաքական ուժերի ներկայացուցիչների ինչ ասեմ, անմակարդակության, չգիտեմ, որ կոպիտ չհնչի, ծախվածության արդյունքով մենք ունենք համակարգային հակամարտություն, մենք ունենք փակուղի, որը մինչև այսօր գործում է եւ փորձում ենք մեզանից բացի ցանկացածի մեջ տեսնել մեղավորություն առանց ուրեմն ես երբեք չտեսա որ ընդդիմադիր ուժերը երբևէ քննադատեին իրենց ավականու ներկայացուցիչներին ծախվելու մեջ հիմնականում քննադատում են հանրապետական կուսակցությանը թե ահաբեկել են եթե դու ահաբեկվում ես դու իրավունք չունես քաղաքականության մեջ որևէ տեղ ունենալու ահա խնդրեմ մարդու ցածր որակի եւ բարձր մակարդակի իրավական համակարգի միջև հակամարտությունը որ այսօր մեզ կանգնեցրել է փակուղու առջև